արարողակարգի հետ։ Չէ, արարողակարգչի թատրոն է։ Դիպուկահարով ես չեմ տեսել։ Հիմա ցավոք պատերազմներ շատ են, բոլոր երկրներում էլ զոհեր լինում են, բայց այսպիսի ապաշնորհություն, որ ծնողների հրելով, կհիշեք ոնց էին ոստիկանները աչուձախ տանում, այսպիսի անշնորհք ձևով եռաբլուր մտնել, ես չեմ տեսել, չեմ էլ պատկերացնում, թատրոն է, սա իրենց հերթական թատրոնն է, տանեն ծաղիկ դնեն, մեր տղերքը իրենց ծաղկին, իրենց այդ դերասանական խաղին, իրենց դիպուկահարներով եռաբլուր մտնելուն չեն ասում, մենք չենք ասում դրան, ես ուղակի հիմա ինչի եմ իրան եռաբլուր հրավիրում, ոչ թե որ եռաբլուրում այս իշխանությանը որևէ մեկին սպասող կա, ոչ, մենք եռաբլուր ենք իրեն հրավիրում ասելու, նայի Մխեյան տիկին Աստղիկի աչքերի մեջ, նայի Արուշանյանի մոր աչքերի մեջ, նայի Տարոնի մոր աչքերի մեջ, նայի Նարեկի մոր աչքերի մեջ, նայի ու գնա Ալիևից շնորհակալություն հայտնի։ Մենք ընդհանրապես դա ենք ուզում անենք, սրանք չեն կարող մեր հասարակության բարոյալքել, չեն կարող նվաստացնել, չեն կարող մեր արժե համակարգը ոտնատակ տալ, եթե մենք հետ այսու չներենք իրենց որևէ խոսք, մենք հրապարակայնացնենք, նաև շնորհակալ եմ ձեզ հարգելի լրագրողներ, որ դուք եք ներկա, նաև ձեր միջոցով ենք սա հրապարակայնացնում, իրենց այդ սուտ ու կեղծիկ այդ փչան Թոդորոսների խոսքը ժողովրդին նաև այս միջոցով կարողանանք հասցնել։ Տժժում էին 2 օր առաջ, տժժում էին, այդ դրանք գնալու ժամանակ ունեք։ Բա մի հատ իջեք ձեր ժողովրդի, ես այսօր երեկոյան նայում եմ, կներեք թեմայից գուցե շեղվեցի, բայց սա վերաբերում է իշխանության գործելավոճին։ 2 շտապօգնության մեքենա հիվանդին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն գիշերը, մեկը ազգությամբ օտար էր, մյուսը հայը անգիտակից վիճակում, Արմենիա բժշկական կենտրոնը չէր ընդունում հիվանդին, մտածելով, որ այդ հիվանդը պիտի գա մուծվի, հետո նոր բժշկական ստուգում իրականացնեն, տեսանյութ կա, կարող եք նայել, մենք գիտենք, որ սրանք եկել են այս ազգը քայքայելու, այս պետությունը ոչնչացնելու, իրանց բոլոր գործողությունները դրան են տանում, բայց պետք է թույլ չտանք, Վահագն Խաչատուրյան, քեզ սպասելու ենք եռաբլուրում, նախորոք հայտարարություն տալու ենք եւ քեզ սպասելու ենք եռաբլուրում, կգաս, դու պիտի գաս, դու եթե չգաս, մենք քեզ միտեղ տեսնելու ենք, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել, եթե այդքան էլ ուժ չկա քո մեջ այդ ներողությունը խնդրելու, պահանջելու ենք լքես այս պոստը։ Ալիևից ամեն ինչ ունի այս իշխանությունը, դուք չեք տեսնում, գիրք են ստեղծում իրենց կրծքին, ժպիտ է գալիս իրենց դեմքին, իսկ տեսեք մեր ծնողների հետ ինչպես են վարվում։ Ընդհանրապես սրանք գիտեն օրինակ տիկին Նարինեն անհետ կորածի մայր, ինչպես է քնում, ինչպես է արթնանում, եկեղեցի գնալուց տիկին Ալան, որ 2 որդի է կորցրել, տիկին Արմինեն, որ խոսում է, անկախ իրենից ասում է չեմ զգում, որ արցունքներս հոսում են։ Դու գիտեք այդ մարդիկ, որ եկեղեցի են գնում, մոմ են վառում, ինչի համար են վառում։ Այո, մենք գիտենք այս իշխանությունը ինչի է գնում այնտեղ։ Իսկ դուք գիտեք Փաշինյանական իշխանությունը այդ մայրերը, որ մտնում են եկեղեցի, ինչ են մրմնջում, ինչ են աղոթում։ Մեր ցավի վրա թույլ չենք տա, որ այս իշխանությունը իրեն պահի լկտի ձևով, անթույլատրելի թույլ չենք տա եւ պահանջում ենք Վահագն Խաչատուրյան, առաջիկայում լսենք քո հրապարակային ներողությունը եւ քեզ հրավիրելու ենք եռաբլուր։ Եթե դու չգաս, մենք միշտ այս տղաներից խնդրել ենք եւ շնորհակալություն եւ ներողություն։ Մի անգամ էլ կգնանք, երիցս կգնանք առանց վարանելու։ Շնորհակալ եմ ձեզ։